Աղաջիկյան, մենք ձեզ հետ հաճախ ենք խոսել աշխարհաքաղաքական, հա, շահերի այս բախման դաշտում հայտնվելու մասին Հայաստանի եւ այդ առումով Այո, վտանգավոր իրավիճակում հայտնվելու հետ կապված, ես հիմա ուզում եմ հետեւյալ դիտարկում անել, հետաքրքիր է, այ դուք նոր ձեր խոսքում ասում եք, որ արևմուտքից չկա ոչ մի արձագանք, բայց որոշակի բան կա, ՀԿԺՄԻԿ-ը քննադատել է, հստակ այնտեղ այո, անդրադառնում է տեսա, բաասական ռեսուրսների հետ կապված, այո, այսինքն սա հանգամանք է, որից պետք է ճիշտ օգտվի ընդդիմությունը։ ճիշտ եք, Այո, այո, սա մի կողմից, հաջորդը ես կուզեմ անդրադառնալ Ռուսաստան եւ շատ հետաքրքիր մի փաստ Ֆրանսիայի նախագահի տեխնացուն Մարի Լը Պենը եւս քննադատել է։ ճիշտ է Այսինքն, արել, եթե Մակրոնը գնացող է եւ մեր երկիրը ձեր ասելով դարձրեց եւ դա դուք ճիշտ եք, ձեր գնահատականը միանշանակ ընդունում եմ, մեր երկիրը դարձրեց Թումանյանի խոսքով ասեմ, ոտքի կոխան ամենքին, հա, մեզ ստրկացրեց իսկապես, մեր Արցախը գողացավ մեզանից եւ հիմա իրեն փոխարինելու եկողը Մարի Լը Պենը փաստորեն դատապարտել է այս ճիշտ է արել։ եւ հանցագործությունները Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված։ Մենք ունենք այդ փաստը։ Ես չգիտեի դա, Այո, բայց պետք է ողջունեմ սիրելի Մարին Լեպենին, երբ որ Ֆրանսիայում լինեմ, ես իրեն բան կուղարկեմ, post-card կուղարկեմ եւ ծաղիկներ ապրի։ Ընդհանրապես ես իհարկե չեմ կարող խառնվել Ֆրանսիայի ներքին քաղաքականության մեջ, որովհետեւ ես ճանաչում եմ որոշ պահելու ձև եւ որոշ կարմիր գծեր, ես իրավունք չունեմ ֆրանսիացիներին ասեմ նրանք ոնց քվեարկեն, բայց Մարին Լեպենը մի կին է, որը սիրում է Ֆրանսիան, սիրում է Ֆրանսիայի մշակույթը, պատմությունը եւ հարգում է իր ժողովուրդը եւ իր երկիրը։ ըհը, Այդքան բանը ասեմ, բայց իհարկե ես Մակրոն չեմ եւ ինձ թույլ չեմ տա գնալ Ֆրանսիա եւ օգնել, որ Մարին Լեպենը հաղթի ընտրություններում։ Ինձ նույն րոպեին կտանեն Շարլ դե Գոլ, կնստացնեն ինքնաթիռ։ ըհը։ Ճիշտ դիտարկում է, շնորհակալ եմ, ճիշտ ասեցիք, այն շոուն, որ այստեղ կազմակերպեց Մակրոնը, բոլորս տեսանք ինչ էր ի նպաստ Նիկոլ Փաշինյանի։ Այո, ամոթ իրան։